Գյումրու տնտեսագիտական վարժարանի ավագ դասարանների աշակերտները 17-ից 18 տարեկանում բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմել պատրաստվելուն զուգահեռ մտածում են նաև վարորդական իրավունքի վկայականը հնարավորինս շուտ ստանալու մասին։ Դպրոցական տարիքում դա շատ դրական է, երբ որ երեխան ավելի ճիշտ պատանին սովորում է այդ վարորդական իրավունքի դասեր ու ուղղությունները։ Այս հարցը շատ դրական կողմով եմ նայում, որովհետև երեխաների եւ աշակերտների համար դա կլինի առավելություն։ 12-րդ դասարանի աշակերտներից շատերը արդեն մասնակցում են վարորդական դասընթացների։ Համոզված են, եթե տեսական գիտելիքները հնարավոր լինել ստանալ հենց դպրոցում, դա թույլ կտար խնայել թե ժամանակ, թե ֆինանսական միջոցներ։ Քանի որ ես ինքս արդեն դիմել եմ վարորդական իրավունքների քննությունների համար, կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է բոլորի համար, քանի որ ես ինքս պատրաստում եմ կրթությունը շարունակել Եվրոպայում, ավելի կոնկրետ Իտալիայում, դա շատ լավ հնարավորություն է ինձ համար տեղափոխվել այնտեղ տվյալ գիտելիքները արդեն ունենալով։ Շատ ուրախ եմ, որ ինձնից ցածր դասարանի երեխաները, օրինակ 10-երը, 11-երը հնարավորություն կունենան այն սովորելու։ Գյումրու տնտեսագիտական վարժարանի տնօրեն Նառա Չախոյանը նախաձեռնությունը դիտարկում է հանրակրթության նոր չափորոշիչների տրամաբանության մեջ, ընդգծելով, որ դրանք լայն հնարավորություններ են ստեղծում կյանքի համար կարևոր հմտությունների ձևավորման ուղղությամբ։ Բոլոր ժամանակներում դա եղել է կյանքի կարևոր հրամայական, հատկապես դեռահասների շրջանում, կարծում եմ դա այլ մոտիվացիա կլինի սովորողներին դպրոցն ավելի գրավիչ դարձնելու, որովհետև շատ երեխաներ բնականաբար անհամբեր սպասում են իրենց 18-17 լրանալուն, որ կարողանան այդ հնարավորությունից օգտվել։ Տնօրենի խոսքով դպրոցներն այսօր էլ կարող են նման ծրագրեր ներառել իրենց ուսումնական պլաններում, սակայն պետական մակարդակով այն համընդհանուր դարձնել է կապահովի հավասար հասանելիություն բոլոր սովորողների համար։ Պետությունը եւս մեկ բեռ, ինչու՞ չէ, ասենք բեռ, վերցնում է իր վրա հանուն այն բանի, որ շրջանավարտը ունենա այն բոլոր կարողունակություններն ու հմտությունները, որը անհրաժեշտ է ժամանակակից անձին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ազգային ժողովում անդրադառնալով առաջարկին այն գնահատել է դրական և չի բացառել ծրագրերի փորձնական մեկնարկը մոտ ապագայում։ Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է և ես կողմ եմ, որպեսզի 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա հնարավորություն և ինչու ոչ սեպտեմբերից մեկնարկենք։ Զեբրա ավտոդպրոցի համահիմնադիր գործադիր տնօրեն Էլզա Գինեցյանի խոսքով այսօր 17-ից 18 տարեկանների շրջանում վարորդական իրավունքի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, իսկ մեքենա վարելը աստիճանաբար դառնում է ոչ թե շքեղություն, այլ հարմարավետության և առօրյա անհրաժեշտության բաղադրիչ։ Չեմ կարող չնշել անհամբեր լինելու հանգամանքը։ Մենք գիտենք, որ 17-ում կարող են գալ սովորել, դառնալ վարորդի թեկնածուներ եւ արդեն 18 տարին լրանալուն պես կարող են մարդիկ վերցնել իրենց վարորդական իրավունքի վկայականը։ Շատ ունենք դիմորդներ, ովքեր չեն ամբրում հենց այդ տարիքում գալիս են սովորելու։ Գինեցյանը նաև անդրադառնում է դպրոցների հետ արդեն ունեցած համագործակցության փորձին, նշելով, որ տեսական ուսուցման ձևաչափը դպրոցականների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Համագործակցել ենք թիվ 1 ավագ դպրոցի հետ, երկուստեք համագործակցություն ենք ունեցել եւ առաջարկը իրենց կողմից է եղել, մենք սիրով համաձայնել ենք։ Գործնական վարում չի եղել, նյութը չի ներառել, սակայն տեսական մասով մենք կարողացել ենք ամբողջությամբ տեսական մեր հատուկ մշակված նյութերով մեր տեսական կուրսը դպրոցներում երեխաներին ուսուցանել։ Կդառնա արդյոք վարորդական իրավունքի տեսական ուսուցումը դպրոցական ծրագրի մաս, ցույց կտա ժամանակը, սակայն արդեն այսօր ակնհայտ է նախաձեռնությունը հետաքրքրել է թե աշակերտներին, թե մասնագետներին, թե ոլորտի պատասխանատուներին։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Գյումրիում Եվրոքիմ ռուսական ընկերության ներկայացուցիչները հերթական հանդիպումը կազմակերպեցին տեղացի ֆերմերների հետ քննարկելու եւ ներկայացնելու պարարտանյութերի տեսակները, նորություններն ու դրանց կիրառման ճիշտ մեխանիզմները։ Ընկերության ներկայացուցիչների նպատակն էր տարածաշրջանում ընդգրկվել լավագույն հնգյակում, ինչն իսկ նրանց հաջողվել է։ Եվրոխիմը պարարտանյութերի խոշորագույն արտադրողներից մեկն է, ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Մենք արտադրում ենք պարարտանյութերի գրեթե ամբողջական տեսականի, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսների համար։ Այս սեմինարի ընթացքում մենք ներկայացնում ենք պարարտանյութերի նոր տեսակներ, որոնք այժմ գործարկվում են արտադրությունում։ Դրանք նորարարական տեսակներ են, որոնք Հայաստանում մեծ պահանջարկ կունենան։ Մենք ներկայացնում ենք, թե ինչպես է ճիշտ կիրառել պարարտանյութերը, որովհետև նոր տեսակները պահանջում են հատուկ ուշադրություն կիրառման ժամկետների, չափաբաժինների և հերթականության հարցերում։
Մենք համոզված ենք, որ այս նոր տեսակները հնարավորություն կտան ստանալ բարձր բերքատվություն եւ միաժամանակ նվազեցնել հենց պարարտանյութերի վրա կատարվող ծախսերը։ Դահլիճում ներկա էին մասնավորապես կարտոֆիլի եւ հացահատիկային մշակաբույսերի մշակմամբ զբաղվող ֆերմերներ։ Նրանց ներկայացվեցին առավել արդյունավետ բերք ստանալու եւ պարարտանյութերը ճիշտ կիրառելու մեթոդները։ Մոտ 10 տարի արդեն օգտվում ենք Եվրոխիմի պարարտանյութերից։ Այս տեղեկատվական հանդիպումները ստեղծում են միջոց, որպեսզի կարողանանք ստանալ տեղեկատվություն ճիշտ կիրառելու, ճիշտ օգտագործելու, ճիշտ քանակությամբ, այսինքն եթե մենք շատ ենք օգտագործում, դա էլ է վնաս, քիչ օգտագործելն է վնաս, այս տեղեկատվական հանդիպումները տալիս են արդյունք, որպեսզի ճիշտ չափականակ օգտագործենք մեր հողերի, մեր ցանկատարածությունների վրա։ Առանց պարարտանյութերի մեր տարածաշրջանում հող մշակելուց եկամուտ ստանալ հնարավոր չէ, դրա համար հիմնականում ցանկացած գյուղացիական տնտեսություն, ցանկացած ֆերմեր օգտվում է պարարտանյութերից, այս դեպքում ռուսական արտադրության Եվրոխիմի պարարտանյութերից ենք օգտվում եւ արդյունքը գոհացուցիչ է։ Օգտագործում ենք պարարտանյութերի տարբեր տեսակներ, Եվրոխիմից շատ ենք օգտվում, հիմնականում մեր շուկայում իրենք են առաջատարը, ռուսական պարարտանյութի հետ կապված Եվրոխիմի։ Դա արդյունավետ է, մեր փորձը տարիների ցույց է տվել, որ այդ MPK ասածը Եվրոխիմի շատ արդյունավետ օգտագործել ենք, գոհենք արդյունքներից, դե այս դասընթացներն էլ լրացուցիչ մեր փորձի հետ համատեղ ինֆորմացիա կստանանք նոր ամուսությունների հետ կապված, իրանց նոր առաջարկների հետ կապված, դե նորմալ է համարեմ ես, որ ունեն առաջընթացներ։ Լավ բերք ստանալ ըստ մասնագետների առաջին հերթին պայմանավորված է ճիշտ մշակմամբ, քանակապես եւ որակապես համապատասխան պարարտանյութերի կիրառմամբ։ Ֆերմերները նշում են, որ Եվրոքիմի պարարտանյութերը մեկ անգամ օգտագործելուց հետո ապահովում են շարունակական եւ տեսանելի արդյունք։ Սյուզաննա Խարատյան, Հրաչ Սահակյան, այսօր։ Հայաստանի բնությունն ու բնապահպանությունը թվերով, օրենքներով ու որոշումներով շրջակա միջավայրի նախարարությունում ամփոփում են 2025-ի գործունեությունը։ Այստեղ էլ կարևոր ուղղություններից է գերատեսչության գործառույթների թվայնացումը, ջրօգտագործման թույլտվություններ, ծիրողական որսի եւ ձկնորսության հայտերի ընդունում, գործընթացներ, որոնք նախկինում պահանջում էին ժամանակ, թղթեր, այսօր իրականացվում են մի քանի սեղմումով։ Հաշվետու ժամանակահատվածում ոլորտի թույլատվական գործառույթներից թվայնացրել ենք 12-ը, ընդհանուր թիվը հասցնելով 24-ի։ Արդյունքում զգալիորեն կրճատվել են հանրությանը մատուցող ծառայությունը եւ արժանությունը, ապավելով ժամանակի, ռեսուրսի խնայողություն, ինչպես ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այնպես էլ պետական համակարգի համար։ Թվայնացվել է նաև տանգավոր թափոնների կառավարման ոլորտի 4 ծառայություն, նոր գործիքների ներդրումով հնարավոր նոր խնդիրները կբացահայտվեն, կզսպվեն, բայց դեռ անելիքներ կան հին խնդիրների հետ։ Տանգավոր թափոնների ոչնչացման process-ը ինքը X կետում պետք է սկսի եւ Y կետում արդյունավետ ավարտի կեղտաջրերի մաքրման հետ կապված մենք խնդիր պետք է դնենք, որ հետագա տարիների բյուջեներում ըստեղ մենք պետք է տողեր ունենանք։ X պահից որևէ ջուր օգտագործված առանց մաքրման չպետք է վերադառնա բնություն։ 2025-ի ապրիլից ամբողջությամբ գործարկվել է էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչությունը։ Էկոպարեկների ընդունելությունն է Տավուշում, Կոտայքում ու Գեղարքունիքում հայտարարությունը կլինի շուտով։ Արդեն արձանագրվել է ավելի քան 900 բնապահպանական խախտում 100-ավոր միլիոն դրամների վնասի հաշվարկով։ Անցած տարի 750 հեկտար անտառվերականգնման, անտառտնկման աշխատանքներ են արվել, բայց արձանագրվել են նաև ապօրինի հատումներ։ 2019 թվականին հիշում եք, երբ որ այդ թվում հաղարծինը, երբ որ փակում ենք, բարձանդեղ բունտ էր առաջացել, եւ երբ որ մարդկանց հետ այն ժամանակ խոսում ենք, ասում ենք դուք առանց անտառ կտրելու կարող եք ավելի այլ միջավայր եւ այլ պայմաններ ունենալ, եւ հիմա այնտեղ էկոտուրիզմի բիզնես համակարգ է ձևավորվել, երբ որ տարբեր վիլիսներ, նիվաներ եւ այլն մարդկանց բարձրացնում են, սար իջացնում են եւ այլն։ Հիմա նույնը պետք է անել, օրինակ, այդ տրամաբանությունը զարգացնել Սյունիքի մարզում։ Նոր օրենքներ, նոր որոշումներ, խիստ վերահսկողություն եւ խոշոր տուգանքներ բնապահպանական խնդիրների լուծման բանաձևերը տարբեր են, բայց կառավարության ղեկավարի համոզմամբ ամենաարդյունավետ լուծումը ոչ թե միայն տուգանքն է, այլև մտածողության փոփոխությունը։ Սևանա լիճը կանաչումը ամբողջ Հայաստանը ողբերգության մեջ է։ Ամբողջ ու մարդիկ չեն գիտակցում, որ մեզնից յուրաքանչյուր այդ process-ի մասնակից է։ Այստեղ պետք է մենք անպայման մեր գիտակցության հետ աշխատենք։
Այս տարի Հայաստանը նաև գլոբալ բնապահպանական օրակարգի կիզակետում է, երկիրը COP17 համաժողովի հյուրընկալողն ու նախագահողն է։ Միջազգային մեծ իրադարձություն, որը Հայաստանի համար կարող է դառնալ պարզապես հերթական միջոցառում, եթե հասարակությունը չօգտվի հնարավորությունից եւ չյուրացնի անվտանգ, պատասխանատու շրջակա միջավայր ունենալու համաշխարհային փորձը։ Խորհրդարանը հյուրընկալել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի փորձագետների, որոնք Հայաստանում են գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները հյուրերի հետ հանդիպմանն անդրադարձել են մեր երկրում գենդերային հավասարությանն ու քաղաքականության մեջ կանանց ներկայացվածությանը։ Падգամավորները խոսել են քաղաքականությամբ զբաղվելու իրենց մղումների մասին։ Կարևորելով կուսակցություններում կանանց ներկայացվածության քվոտայի ավելացումը, նրանք ընդգծել են, որ իրենց կուսակցությունը քվոտավորել է վարչությունը եւ տարածքային կառույցները հետևելով խորհրդարանի օրինակին, ու այդպիսով արդեն ձևավորված վարչությունում եւ տարածքային կառույցներում կա կանանց ակտիվ ներկայացվածություն։ Հայաստան խմբակցության ներկայացուցիչները ժողովրդավարական գործընթացների առաջմղման հարցում ընդգծել են կանանց վճռորոշ դերն ու նշանակությունը։ Անդրադարձ է եղել մեր երկրում հանրային ու քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության ապահովման խոչընդոտներին, կին քաղաքական գործիչների նկատմամբ հանրային վերաբերմունքի ձևավորման մարտահրավերներին։ Հայաստանում քաղաքական կյանքում կանանց մասնակցությանը առկա խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր հյուրերի հետ քննարկել են պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչները։ Նրանք շնորհակալություն են հայտնել հյուրերին նման քննարկման հնարավորություն ընձեռելու համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը ներկայացվել են ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխությունները միտված գենդերահավասարության ապահովմանը։ Անդրադարձ է կատարվել նաեւ ոլորտում առկա խնդիրներին, մարտահրավերներին եւ քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հարցին։ Հյուրերը հանդիպել են նաև մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում գենդերային քաղաքականության վիճակին, ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով իրականացված օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես ամուսնության տարիքային շեմի բարձրացմանը։ Նշվել են այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք միտված են ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ կայացած հանդիպման ընթացքում նշվել է մեր օրերում կանանց որոշումների կայացման եւ բավականին լուրջ աշխատանքների իրականացման գործում առաջնահերթ դերակատարության մասին։ Խոսվել է նաեւ քաղաքական եւ հանրային կյանքում գենդերային հավասարությանը վերաբերող ազգային մտածելակերպի, հոգեբանական ասպեկտների մասին, անդրադարձ է եղել կնոջը թիրախավորելու արատավոր երևույթներին ու դրանց դեմ միասնական պայքարի կարեւորությանը։ Հյուրերը նշել են, որ խորհրդանում ներկայացված խմբակցությունների падգամավորների, ինչպես նաեւ գործադիր մարմինների, քաղաքասարակության ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում հնչած տեսակետներն ու առաջարկները տեղ են գտնելու պատրաստվելիք զեկույցում։ Վերջին տարիներին Գավառում այսպիսի ձնառատ ձմեռ չէր եղել, որ քաղաքում հնարավոր լինի երթևեկել, փողոցները մաքրվում են ամեն օր։ Համայնքի խոշորացումից հետո խնդիրների շուրջ քննարկումները ցույց էին տվել, որ բնակավայրերի փողոցների պատշաճ սպասարկման համար համապատասխան տեխնիկա ունենալն ուղղակի անհրաժեշտություն էր։ Առավել նպատակահարմար էր, որ նոր խոշորացած համայնքն ունենա սեփական տեխնիկան։ Առաջին ձեռքբերումը ավելի քան 40 միլիոն արժողությամբ ավտոգրեյդերն էր։ 24 թվականի հունվարից սկսել ենք սպասարկել, անմիջապես զգացվեց այն թեթևությունը, որովհետև նախկինում մենք փորձում էինք տարբեր տեխնիկաներ ներգրավել, նաև օգտագործել համայնքում առկա մասնավոր տեխնիկաներից, սա նաև միջոցների խնայողություն է տալիս, որովհետև նախկինում մենք եթե պետք է մրցույթ անցկացնեինք, վարձակալեինք տեխնիկա, դա բավականին միջոցներ էր պահանջում, իսկ այժմ մենք այդ միջոցներն ուղղում ենք դիզվառելիքի եւ աղուավազի ձեռքբերմանը։ Սա 2023-ի տարեմուտի լավագույն նվերն էր համայնքին։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի շնորհիվ վերջին 7 տարին խոշորացած համայնքներին հատկացվել է 4166 միավոր տեխնիկա եւ աղբաման, 300-ից ավելին համայնքային աշխատանքների համար նախատեսված կոմունալ մեքենաներն են։ Բազմաֆունկցիոնալ այս տեխնիկան էլ գործի են դնում շուրջ տարին, ձմռանն աղուավազ է շաղ տալիս, ամռանը ջրցան է։ Մենք ձեռք ենք բերել նաև փոշեկուլ, ինչը գործարկել ենք 2025 թվականին,
եւ արդեն 2026-ի գարնանը Փոշեկուլա հավաքելու է այս շախտված ավազը եւ սպասարկման անհրաժեշտությունը դարձյալ կնվազի։ Ծրագրի միջոցով մոտ 14 միլիարդ դրամ է ներդրվել, որ համայնքները անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման համար հավելյալ միջոցներ չծախսեն։ Համայնքների կարողությունների զարգացմանն էր ուղղված նաեւ սուբվենցիոն գործիքով տեխնիկա ձեռք բերելու հնարավորությունը։ 2018 թվականից սկսված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսված էր նաև տեխնիկայի ձեռքբերման ուղղությունը, որը հնարավորություն էր տալիս, որպեսզի համայնքները կարողանան ինքնուրույն լուծել որոշակի խնդիրներ։ Շատ տեխնիկաներ գնվել են ճանապարհների սպասարկման համար, ընդհանուր եւ նաև ցնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար։ Պետական աջակցությունը կազմել է 35-ից 65%, կախված աշխարհագրական դիրքից։ Ձնառատ ձմեռը Ծաղկաձորում ոգևորությամբ են ընդունել։ Ձմեռային туриզմի զարգացման համար բոլոր պայմաններն այս տարի կան։ Բազմամարդ է Ծաղկաձորը։ Համայնքային իշխանության համար քաղաքի փողոցների պատշաճ սպասարկումը հեշտ լուծվողներից է, հատկապես որ սուբվենցիոն գործիքի շնորհիվ կարողացել են ձեռք բերել ձնամաքրման անհրաժեշտ տեխնիկան։ Տրակտորները գետինը իշքան էլ մաքրում են, տակը ձուն է մնում, իսկ կոնկրետ այս տեխնիկան քերում է, հանում է մինչև ասֆալտ մաքրում է։ 36 ժամ աշխատում է, 12 ժամ հանգստանում է տեխնիկան։ Ռոտոր ունենք, ռոտորը բարձում է կամազների մեջ, տանում ենք, թափում ենք։ Ավելի քան 55 միլիոն դրամ արժողությամբ տեխնիկայի 35%-ը հատկացրել է կառավարությունը, մնացածը համայնքն է ներդրել։ 25 թվականին մենք իրականացրեցինք կարգում փոփոխություններ սուբվենցիայի, կրճատվեցին նաև ուղղությունները, հաշվի առնելով պետության կողմից որդեգրած առաջնահերթությունները։ Բայց այդ կրճատումների համար հիմք են հանդիսացել այն փաստը, որ վերջին 2 տարում բավականին աճել են համայնքների սեփական եկամուտները, հաշվի առնելով գույքահարկերը, որ արդեն 26 թվականից 100% է դարձել, հա, անշարժ գույքի հարկերը, եւ իհարկե շատ մեծ ծավալ են հասել պետության կողմից պետական բյուջեից դոտացիաները, որ տրամադրվում են համայնքներին։ Այդ իսկ պատճառով արդեն իսկ համայնքները իրենք կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկաները։ Վերջին տարիներին սուբվենցիոն գործիքի շնորհիվ խոշորացված համայնքներին հաջողվել է լուծել առաջնային խնդիրների զգալի մասը, եւ համայնքների կարողություններն այլևս թույլ են տալիս ինքնուրույն հոգալ մինչև 100 միլիոնի հասնող ծախսերը, իսկ կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ կլուծվեն խոշոր մի քանի միլիարդի հասնող ծրագրերը։ ԱՄՆ փոխնախագահը եւ Ադրբեջանի նախագահը ընդլայնված կազմով հանդիպում են անցկացրել քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի հարցեր, մտքեր փոխանակել Թրիփի նախագծի շուրջ։ Բարձր ենք գնահատում մեր երկրների միջև հարաբերությունները, մասնավորապես վերջին 6 ամիսների ընթացքում, ընդգծել է Իլհամ Ալիևը։ Ջեյդի Վենսն էլ հիշեցրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Գիտեմ, որ նախագահ Թրամփը հպարտ է այդ փաստով, նա հիանում է Ադրբեջանով եւ Հայաստանով, շեշտել է ԱՄՆ փոխնախագահը։ Նա հավելել է, որ Բայդենի վարչակազմը բազմաթիվ սխալներ է թույլ տվել, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի նկատմամբ անհեռատես քաղաքականությունը։ Մենք դա ուղղել ենք, շարունակել է Վենսը։ Եվրոպական խորհրդարանի падգամավորները հանդես են եկել Ադրբեջանում պահվող հայերի մասին համատեղ հայտարարությամբ։ Պաշտոնյաները դատապարտել են 19 հայ պահվող անձանցից 15-ի նկատմամբ Բաքվի ռազմական դատարանի կայացրած վճիռները։ Փաստաթղթում նշվում է, որ 2025 թվականին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության եւ հաշտեցման ուղղությամբ նշանակալի քայլեր են ձեռնարկվել։ Ստորագրվել է Վաշինգտոնյան հռչակագիրը, նախաստորագրվել է խաղաղության համաձայնագրի տեքստը։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով բեռներ են ուղարկվել Հայաստան։ Պատգամավորները հիշեցրել են, որ Բաքուն նաև ազատ է արձակել Ադրբեջանում պահվող 4 հայի։ Հաշվի առնելով այդ զարգացումները կոչ են կանում Ադրբեջանի իշխանություններին այսուհետ էլ զարգացնել դրական դինամիկան եւ ազատ արձակել բոլոր հայ կալանավորներին, ասված է հայտարարության մեջ։ Պատգամավորները համոզմունք են հայտնել, որ նրանց ազատ արձակումը կլինի բարի կամքի նշանակալի դրսևորում եւ եւս մեկ կարեւոր քայլ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ուղղությամբ։ Օմանում Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև մեկնարկած բանակցությունների ֆոնին ԱՄՆ նախագահը հայտարարել է, եթե իրանական միջուկային ծրագրի հարցով չհաջողվի գործարքի հասնել, Իսլամական Հանրապետության դեմ կարող են շատ կոշտ գործողություններ ձեռնարկվել, ինչպես 2025 թվականի ամռանը։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ չի բացառել, որ Իրանի ուղղությամբ կարող են լրացուցիչ ռազմական ուժեր տեղակայվել։ Այնուհանդերձ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա արդեն հաջորդ շաբաթ։ Թրամփը նաեւ նշել է, որ Օմանում
Սահմանական կողմը շատ ավելի մեծ ճկունություն է ցուցաբերել, քան 2025 թվականի 12-օրյա պատերազմին նախորդած բանակցություններում։ ԱՄՆ նախագահը հերթական անգամ պնդել է, Իրանը պետք է հրաժարվի միջուկային եւ հրթիռային ծրագրերից։ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանը լուրջ է մոտենում Վաշինգտոնի հետ բանակցություններին եւ վճռական է հասնելու հստակ արդյունքների։ Սակայն մյուս կողմն էլ պետք է լրջություն ցուցաբերի, շեշտել է Աբբաս Արաղչին, հավելել, միջուկային հարցը կարող է լուծվել միայն դիվանագիտության ճանապարհով։ Նա տեղեկացրել է, որ Թեհրանն աշխատում է համաձայնագրի նախագծի վրա, որը կերաշխավորի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը։ Արաղչին հավատացրել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում միջուկային զենք ստանալ։ Միևնույն ժամանակ արտգործնախարարը նշել է, Թեհրանը դեռևս լիովին չի վստահում ԱՄՆ-ին, հաշվի առնելով, որ 2025 թվականին ամերիկյան կողմը հարվածեց Իրանին, չնայած շարունակվող բանակցություններին։ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն անպայման կվերադարձնի իրեն պատկանող հողերը, հաշվի առնելով Ուկրաինայում բնակվող բոլոր ռուսների իղձերը։ Հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չենք տեսնում, նույնիսկ եթե այսօր դրանցից մի քանիսի հետ շփումները լավագույն վիճակում չեն, հավելել է ՌԴԱ գնահարարը։ Նա նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի բանակցային դիրքորոշումն անփոփոխ է։ Մեր նախագահը հստակ ուրվագծել է հատուկ ռազմական գործողության նպատակները, շեշտել է դիվանագետը մանրամասնել։ Ռուսաստանը ձգտում է ապահովել իր անվտանգությունը, պատրաստ է փոխզիջումների, բայց ոչ անկյունաքարային հարցերում։ Լավրովը հավելել է, Մոսկվան պատրաստ էր շարժվել խաղաղության ուղղությամբ, հիմնվելով Ալյասկայում Պուտին-Թրամփ պայմանավորվածությունների վրա, սակայն հետո նախարարի խոսքով ուկրաինական կողմն անիրատեսական առաջարկներ է ներկայացրել։ Կանադայի բրիտանական Կոլումբիա նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդվում է 10 զոհի մասին։ 20-ից ավելի մարդ տուժել է, հրաձգությունն իրականացրած կինը ամենայն հավանականությամբ ինքնասպան է եղել։ Նրա մարմինը հայտնաբերվել է դպրոցի տարածքում։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին զորակցություն է հայտնել զոհերի հարազատներին։ Reuters-ը գրում է, որ այս միջադեպը Կանադայում վերջին շրջանում ամենամահաբերներից մեկն է եղել։ Դիանա Մարգարայի կամուրջն արդեն պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը, ստեղծվել են բոլոր պայմանները թե մաքսային, թե սահմանապահ ծառայությունները լիարժեք մատուցելու համար։ Թեմային օրերս անդրադարձավ նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նվազագույնը տնտեսապես մեր ամենամեծ հարևանն է, իր հնայի ծավալով, ունենք հնարավորություն այդ սահմանը բացվելու եւ հուսով եմ, որ առաջիկայում դրական լավ լուրեր կլինեն։ Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հարցում կարծիքները իրարամերժ են, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում այդ քայլը տնտեսական հնարավորություններ կտա։ Ավելի էժան ապրանքների ներմուծում, տրանսպորտային որոշ ծախսերի կրճատում, նոր ներդրումներ եւ զբոսաշրջիկների հոսք։ Թուրքիայի դիրքը ինքը գտնվում է Եվրոպա, Ասիա, Աֆրիկայի տարածքային մեծ ներուժով օժտված եղանակյունու հենց կենտրոնական հատվածում եւ ունի շատ բարենպաստ աշխարհական դիրք եւ օգտագործելով այդտեղ արկա լոգիստիկ ենթակառուցվածքները Հայաստանը կարող է իր արտահանման աշխարհագրությունը մեծացնել, ընդլայնել եւ իր ապրանքների նաեւ մրցունակությունը մեծացնել, քանի որ լոգիստիկ ծախսերի նվազումը կբերի նաեւ մեր ապրանքների մրցունակության աճի արտաքին շուկաներ։ Սահմանի բացումը կարող է առաջին հայացքից տնտեսական առումով գրավիչ լինել, բայց քաղաքական եւ անվտանգային տեսանկյունից ունի բազմաշերտ ռիսկեր։ Չի բացառվում, որ կզարգանա առևտուրը, բայց կփակվեն տեղական արտադրական մի շարք կազմակերպություններ։ Կան, ասենք, որոշակի մտավախություններ, որ թուրքական ապրանքները Հայաստան ներմուծվելով կարող են այստեղ նաև ներքին արտադրությանը վնասել, քանի որ դրանք ավելի էժան կլինեն, ավելի մատչելի եւ այլն։ Դրա համար նաև գոյություն են տարբեր քվոտաներ, գոյություն են տարբեր սակագներ, մաքսատուրքեր։ Այս առումով հնարավոր է կարգավորել, այսինքն սահմանի բացումը չի նշանակում լրիվ ազատ առևտրի գոտի առանց մաքսատուրքերի եւ այլն։ Սա պետք է հասկանանք, որ այսինքն ցանկացած առևտրի մեջ, եթե մեր համար օրինակ մեր գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական ապրանքի արտադրությունը կարևորվում է, այդ դեպքում Թուրքիայից ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների վրա մենք որոշակի մաքսատուրքեր կամ քվոտաներ կսահմանենք, որպեսզի չկարողանա այսինքն ներքին արտադրության վրա բացական ազդեցություն ունենալ։ Սա կարգավորող մեխանիզմ է, բոլոր երկրները դա կիրառում են։ Եթե երկիրը տարիներ ի վեր շրջափակման մեջ է, երկու սահմաններն էլ փակ, ապա դրանցից մեկի բացումը չի կարող միայն բացասական կողմեր ունենալ, ասում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։
սահմանը փակ լինելու դեպքում քո տնտեսությունը ավելի շատ է տուժում, այդ ռիսկերը ավելի մեծանում են, քանի որ դու կախված ես ընդհանրապես մեկ ճանապարհից, այն էլ տարանցիկ որևէ երկրի կամ տարածքով, ինչը համ թանկ է, համ ժամանակատար եւ նաեւ ռիսկային, որ ինչպես տեսնում ենք, այսինքն լապսի այդ անցակետը բարբերաբար փակվում է, հեշտեր են գոյանում, ապրանքները, այսինքն մնում են ճանապարհին, նաեւ փչանում են եւ այլն։ Այստեղ ռիսկերը անհամեմատ ավելի շատ են։ Թուրքիայի հետ սահմանը փակ է եւ Հայաստանն ուղղակի առևտուր չի անում հարևան երկրի հետ։ Այդուհանդերձ առկա է անուղղակի առուվաճառք, որը տեղի է ունենում Վրաստանով եւ հիմնականում միակողմանի է։ Հայաստանը Թուրքիայից ապրանք է ներմուծում, մինչդեռ այնտեղ գրեթե ոչինչ չի արտահանում։ Սահմանի բացման շնորհիվ Երևանը Անկարայի միջոցով ավելի կարճ ճանապարհով կհասնի միջազգային շուկաներ։ Արտահանման ավալը շատ չնչին է, տատանվում այսինքն 0.6% ընդհանուր մեր ծավալի մեջ, սա շատ չնչին գումար է։ Սակայն այստեղ պետք է նշել, որ մեր ներմուծումը 2-3% է կազմում տարիների ընթացքում, դա ըստ երկրների, այսպես ասած, տեսակակշռի Թուրքիան 7-րդն է հանդիսացել վերջին տարիներին այս ներմուծման հետ կապված։ Թուրքիան վերջին 10 տարի ընթացքում ավելի քան 150 միլիարդ դոլար էներգիայի ենթակառուցվածքներում եւ ապրանքների ներմուծման եւ արտահանման Թուրքիան օգտագործում է իր թե ծովային, թե օդային եւ թե նաեւ երկաթուղու հնարավորությունները։ Եթե բացվի սահմանը, ապա աշխուժություն կնկատվի նաև զբոսաշրջության ոլորտում։ Այստեղ երկկողմ ուղևորափոխադրումների շնորհիվ զգալի առաջընթաց կարձանագրվի, նշում է տնտեսագետը։ Այս պահին դժվար է հստակ կանխատեսումներ անել։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը վտանգավոր, թե նոր հնարավորությունների դռներ կբացի։ Նարեկ Խաչատրյան, Սյունիք լուրեր։ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ մարզում պատվո-հյուպատոսարան է բացվում։ Հասցեն Եղարքունիքի մարզի Գավառ քաղաքն է։ Բացումն ուղեկցվում է պաշտոնական արարողությամբ։ Կարմիր ժապավենը կտրում են Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կորնել Էոնեսկին եւ Հայաստանում Ռումինիայի պատվո-հյուպատոս Արման Անդրիկյանը։ Գավառում պատվո-հյուպատոսությունը գործելու է մշակույթի տան շենքում։ Արարողության մասնակիցները ծանոթանում են հյուպատոսության համար հատկացված տարածքին եւ ընդգծում իրադարձության կարևորությունն ու հետագա գործակցությունների հնարավորությունները։ Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ Եղարքունիքի մարզը արժանանում է օտարերկրյա դիվանագիտական ներկայացությունների ուշադրությանը։ Վստահ եմ, որ Գավառում պատվո-հյուպատոսության բացումը ոչ միայն երկու ժողովուրդների միջև բարեկամությունը էլ ավելի ամրապնդելու է, այլև նպաստելու է Եղարքունիքի մարզի եւ Ռումինիայի առանձին համայնքների միջև մշակութային, կրթական, տնտեսական, առևտրային եւ այլ ոլորտներում համագործակցության ու զարգացմանը։ Շատ կարևոր է, որպեսզի Գավառի եւ Ռումինիայի մեր գործընկերների երկու պետությունների միջև համագործակցությունը ամրապնդվի նաև տնտեսական զարգացմամբ, դա ամենակարևոր ձեռքբերումը եւ այն հիմնական քննարկվելիք թեման է եղել, որ մենք կարևորել ենք։ Արարողությանը ներկային կառավարության անդամներ, ազգային ժողովի падգամավորներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, պատվո-հյուպատոսներ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մշակույթի եւ սպորտի գործիչներ։ Ուրախ եմ, որ հայ-ռումինական դիվանագիտական հարաբերությունները ամրապնդվում են այս իրադարձությամբ։ Հավատացած եմ, որ Գավառում հյուպատոսության գործարկումը կնպաստի երկու երկրների հարաբերությունների խորացմանը այլ ոլորտներում ևս։ Մեզ համար այս օրը շատ կարևոր նշանակալի օր է եւ վստահ եմ, որ գրասենյակը ծառայել է երկու բարեկամական ժողովուրդների միջև եղած կապերի ամրապնդմանը եւ նոր կապերի ստեղծմանը։ Արդեն իսկ պատրաստվում են Գավառի եւ Ռումինիայի որևէ համայնքի միջև համագործակցության հուշագիր ստորագրել, ինչը շատ է կարևորում եւ վստահ եմ, որ այդ համագործակցությունը նպաստելու է մեր համայնքների զարգացմանը եւ նոր ապակենտրոնացված համագործակցության ծրագրերը իրականացվելու։ Հայաստանի անկախությունից ի վեր Ռումինիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունները ևս բարձր մակարդակի վրա են եւ վերջին շրջանում դրանք շարունակում են զարգանալ ոչ միայն քաղաքական երկխոսության տեսանկյունից, այլ տնտեսական, տեխնոլոգիական, մշակութային, կրթական կապերի զարգացման տեսանկյունից եւ այստեղ անելիքներ դեռ շատ կան եւ ես վստահ եմ, որ նման նախաձեռնությունները այդ աշխատանքը շարունակելու միտում ունեն նաեւ։
Ռումինիան այս համար շատ կարևոր երկիր, որի հետ այո կան պատմական հարաբերություններ, Ռումինիայում անգամ կա հայկական քաղաք Արմենոպոլիսը, որը հիմա Գերմանիայում ունի եւ հիմնվել է հայերի կողմից, այսպես պատմական առասպելները շատ են, մենք այնտեղ ունենք պատգամավորներ, մի խոսքով եւ արդեն անկախությունից հետո կարծես Ռումինիան Հայաստանը ճանաչող առաջին երկրներից է, մենք շարունակաբար զգում ենք Ռումինիայի աջակցությունը նաեւ եվրոպական միության հետ կապված մեր գործընկերության խորացման գործընթացներում։ Գավառ քաղաքում պատվո հյուպատոսարանի գործունեությունը նպատակ ունի երկկողմ հարաբերությունների զարգացմանը տնտեսական, մշակութային, կրթական եւ մարդասիրական ոլորտներում։ Ելույթներում ընդգծվում է երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացումը, որը իր նպաստը կբերի տնտեսական, արդյունաբերական, մշակութային եւ այլ ոլորտներում ծրագրերի իրականացմանը։ Փետրվարի 7-ին կեսգիշերն անց Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Ռուբինյանց փողոցում կանգնեցրել են Chevrolet Magnish-ի մեքենա։ Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են կպչուն ժապավենով փաթեթավորված տարբեր չափերի փաթեթներ։ Վարորդն ու ուղևորը չենթարկվելով օրինական պահանջին դիմադրություն են ցույց տվել պարեկներին, փորձել դիմել փախուստի, որի ընթացքում էլ ուղևորը գրպանից բյուրեղանման զանգված է նետել։ Վարորդը եւ ուղևորը ձերբակալվել եւ մեքենայով հանդերձ տեղափոխվել են համայնքային ոստիկանության Ավանի բաժին, որտեղ պարզվել է, որ 33-ամյա վարորդը Սյունիքի մարզի Բռնակոտ գյուղի բնակիչ է, իսկ 34-ամյա ուղևորը Սիսիան քաղաքի։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 391.45 գրամ զանգվածով 155 փաթեթ։ Տղամարդիկ կալանավորվել են, կատարվում է նախաքննություն։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։